Առողջ վիճակում 7 ամիս առաջ ազգային անվտանգության ծառայության մեկուսարան մտած եւ այնտեղից 7 ամիս անց թոքաբորբով եւ կորոնավիրուսով դուրս եկած ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը բեկանելու վերաբերյալ այսօր հակակոռուպցիոն դատարանը որոշում կայացրեց։ Սամվել Կարապետյանը իսկապես առողջական ոչ մի խնդիր չունեցող ուժեղ հայ տղամարդ, ով կալանավորման ընթացքում այնպիսի պայմաններում է գտնվել, այնպիսի խնդիրներ են ի հայտ եկել, որոնք կներեք արտահայտությանս համար, բայց բացառապես դիտավորությամբ կատարված երևույթներ են իմ պատկերացմամբ։ Ըստ Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի դատարանի այսօրվա որոշումը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ, ամեն գնով ազգային բարերարին ԱԱԾ մեկուսարանում պահելու համար։ Դատավոր Սուրեն Խաչատրյան ոչ թե իդեպ հենց ուղիղ բեկանել է տնային կալանքը, այստեղ մի քիչ իրավական տեխնիկայի հարց կա։ Ինքը բեկանել է վարույթ հարուցելու մասին որոշումը։ Դատախազությունը եւ քննչականը երազում են քաղաքական հետապնդման շրջանակում Սամվել Կարապետյանին տեսնել կալանավորված, բայց ըստ Վարդևանյանի կա մեկ բայց։ Բայց իրենք ունեն մեծագույն խոչընդոտ։ Դա քրեական դատավարության օրենսգիրքն է։ Կամ Հայաստանի Հանրապետությունում թող գան արձանագրեն, որ քրեական դատավարության օրենսգիրքը դրվում է մի կողմ, կամ պարզապես պետք է ստիպված լինեն կրկին դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը, որի վերաբերյալ մենք ունենք առարկություն։